ոնց է։ Դու ինչ ես անում այստեղ։ Ինչ ես անում այստեղ, հարց եմ տալիս։ Հենց հիմա գնաս տեղից։ Ու էլ չգաս այստեղ։ Լսեցի, որ երեխան։ Եթե լսես, ես էլ եմ եղել, էլի պետքա չգաս։ Հիմա դրա ժամանակը չի։ Բացատրի սրան, որ այստեղ իրա տեղը չի։ Հիմա ինչ։ Բացատրելու ես, որ ես իմ տեղը չի։ Վերջացրու։ Փաստորեն ինձ պաշտպանելն էլ է քո համար ամոթ։ Բա մենք իրար հետ ինչ ենք անում։ Իրոք սպասի տվես։ Ես գնացել էի, որ Այվազի հետ խոսեմ Ագնեսի մասին, բայց հասկանում ես հիմա ինչ վիճակում է Արսենը։ Եթե դու գնացել ես Ագնեսի մասին խոսալու, այդ նշանակում է, որ դու շարունակելու ես։ Էդ էլ իր հերթին նշանակում է, որ ես պիտի Լիզայից հրաժարվեմ։ Ինչ կապ ունի մեկը մյուսի հետ։ Ունի, պապա, իմ համար ունի։ Իմ համար նորմալ չի Ագնեսի հետ կապված ոչ մի բան։ Ու ամեն ինչ ավելի է վատանում, երբ որ պատմությունները իրար են կապում։ Ագնեսը այս տուն է եկել այն ժամանակ, երբ որ մերս կար։ Ու ոչ դու, ոչ էլ Ագնեսը հարգանք չեք ունեցել մորս հանդեպ։ Ու ընդհանրապես իր աղբոր ընտանիքը եթե իրան չի ընդունում, ուրեմն մի բան գիտի, չէ, որ չի ընդունում։ Ես զարմանում եմ, դու դրան ոնց ես այս տուն բերում։ Ծրատ։ Այս քո կաբինետը չի, պապա։ Ու դու ստեղ գնդապետ չես։ Ես քո տղեն եմ ու ուզում եմ խոսանք հասկանանք իրար։ Թե ամեն դեպքում գնամ ու ընկերոջդ հարցեր տամ։ Ուրեմն ուշադիր լսի ինչ եմ ասում։ Ու դրանից հետո դու արդեն որոշում կկայացնես։ Հիմա ամենակարևորը Արսենի ընտանիքի հարցն է ու Ադելի առողջությունը։ Ես առաջարկելու եմ, որ գան ապրեն մեր տանը։ Ինչև տուն կգտնեն։ Մարդը տունը կորցնում է, հասկանում ես, ու փորձելու եմ ամեն ինչ անել, որ Ադելին տեղափոխենք արտասահման։ Եթե այս պահին Այվազը իմանա այդ ամեն ինչը, հաստատ հրաժարվելու է մեր օգնությունից։ Ու ինչ է ստացվում, որ մենք ընդամենը վնասելու ենք այդ մարդկանց։ Թող հիմա այս պահերը անցնի, հետո կհասկանանք ինչ ենք անում։ Այ հիմա խոսացիր նենց, ոնց որ քո կաբինետում ես խոսում։ Փաստերով ու արգումենտներով նենց, որ մարդ ոչ մի բան չունենա ասելու։ Իսկ մինչև այդ, ես չեմ ուզում քո մանկության ու հասուն տարիքում գտած սիրուն այս տանը տեսնեմ, պարոն գնդապետ։ Մամ, խնդրում եմ կերելի, պապան չի ուտում, գոնե դու։ Տունել չունենք, որ վաճառենք։ Ոչ մի բան չունենք։ Ոչ մի բան։ Վաղը դուրս են գրելու, ինչ ենք անելու։ Գալու ա տուն, պարկի կամ սայլակով աջ ու ձախ գնա ու վերջ։ Պետքա գումար հավաքենք։ Չգիտեմ, ես կարող եմ հայտարարություն դնել, հիմա դեն շատ են անում։
շատ են անում։ Դրա համար էլ մարդկանց ավելի դժվար է դառել համոզել, որ փող տան։ Ու հետո մենք ինչքան սպասենք, Լիզ։ Հովան ասաց իր մեքենան կվաճառի։ Դե մեծ գումար չի, բայց Հեսա կոքնեմ իմ բալեն կպարկի։ Չէ, բապ, մի քիչ նստեմ էլի։ Հա, բայց շատ քիչ, որովհետև բժիշկը ասել է, որ անդադ պետքա պարկես։ Ես չեմ հասկանում, ինչքան պետք է սենց նստած մնամ կամ պարկած։ Ես ոնց եմ լողանալու կամ ոնց եմ շարժվելու ընդհանրապես։ Ինչի՞ չեք ասում, ինչքան պիտի սենց մնամ։ Քիչ, շատ քիչ։ Կարևորը տրամադրվի, որ լավ է լինելու։ Տրամադրվելով հարց չի լուծվում։ Ես դուրս եմ գալիս կողքերի։ Սպասի։ Դու իրավունք չունես։ Ապրեսնեց, ոնց մինչև այսօր ապրել ես։ Ուղակի գնաս աշխատանքի, ուտելու փող վաստակես ու հանգիստ գաս տուն։ Հավաքի քեզ աղաչում եմ։ Գոնե հիմա, երբ ամեն ինչ գլխներից փլվում է։ Եթե հնարավորություն կա, որ մենք գնանք արտասահման ու վիրահատությունը անենք ու դա կօգնի, ուրեմն մենք դա պետք է անենք։ Ես չգիտեմ ոնց, բայց մենք դա պետք է անենք։ Տպարանի ապրանքը հանում են վաճառքի։ Մեկը պետք չկա։ Պետք է ինչ-որ փող։ Լավ ես ասում, ինչ-որ փող։ Մենք այդ ապրանքի համար իրագնից 3 անգամ ավել գումար ենք վճարել բանկերին։ Հիմա էլ տունն ենք կորցնում։ Իսկ դու ասում ես ինչ-որ փող։ Դա մեզ ոչ մի բան չի տալու։ Արդեն մենք տուն չունենք ապրելու։ Իսկ դու ասում ես 2 հատ պրինտեր ես վաճառելու։ Հերիքա էլի։ Ուղեր ես տրաքում արդեն։ Ես քո չափ ու քեզանից շատ մտածում եմ Ադելի մասին էլ, տան մասին էլ։ Ես շատ լավ հասկանում եմ, որ ես եմ լուծելու այդ հարցը, ուրիշ մեկը չկա։ Թող մտածեմ էլի, թող հասկանամ էլի, հերիքա էլի, հերիքա։ Հա, էլի մամա, իսկականից հերիքա։ Միջև հարցը լուծելը Վիգենը առաջարկել է իրենց տան ապրենք։ Ես չգիտեմ ոնց է ստացվել, որ մինչև հիմա այս մասին չենք խոսել։ Երևի շատ խառն ենք։ Հովոն առաջարկություն է արել Լիզային։ Հիմա ինչ է ստացվում։ Մենք բոլորս գնալու ենք իր տանը ապրենք, թեկուզ ժամանակավոր։ Դու հասկանում ես, դա սխալ է։ Ճիշտ չի։ Ես համաձայն չեմ։ Սպասի։ Ուրիշ բաներ մի արա։
պետք է խոսեմ։ Դու շատ լավ գիտես, որ ոչ դրա ժամանակն էր, ոչ էլ տեղը։ Եթե ուրիշ բան չունես ասելու, ես գնամ։ Գործեր ունեմ։ Ունեմ։ Դե ասել այս եմ ասում էլ ես ծիրանները փաստորեն ես մտածում եմ որ դերց։ 3 երեխա կան, քույրիկները 2 քույրիկներ, եղբայրը։ Նայեցին ես դկարին։ Նայեցին ես դկարին։ Կտրիչ ջան ինձ հարցնող չի եղել։ Չէ։ Որ հարցնեն, համարը վերցրու, իրիկ ունե կգամ էլի։ Հա, անպայման։ Հելա։ Հա։ Նայեցին ասма, էսի դու ես։ Այսինքն, ո՞նց։ Ո՞նց ես տենց բան որոշել։ Այվազ իմ ընկերն է, ու եթե չես մոռացել, նաև քո աղբերն է։ Իմ սիրտն էլ ա ցավում։ Ինչ անեմ։ Իմաստը չեմ հասկանում ձեր տանը մնալու։ Հեշտ չէ որ սիրտը ցավում է։ Մարդիկ մնալու տեղ չունեն։ Պարզա, ես էլի մնում եմ գաղտնի հանդիպումների օբյեկտ։ Ուտելու նման մի բան։ Սոված ես հիշում ես։ Սոված չես մտքովդ էլ չի անցնում։ Իսկ եթե չափից դուրս հաց ես կերել, կարող է սիրտդ էլ խառնի։ 6-րդ անգամ եմ ասում հատուկ քեզ համար։ Ես գնացել եի որ աղբորդ ասեմ։ Մանավանդ որ Հովոնել գիտի։ Բայց հիմա դրա ժամանակը չի։ Արսենի համար ամեն ինչ շուռ է եկել գլխի վրա։ Ոնց հասկանում եմ, իմ ժամանակը երբեք էլ չի գալու։ Սկզբից գաղտնի էր, որովհետև ամուսնացած էիր։ Հետո, որովհետև Աննան էր հիվանդ։ Ու ես ինքս ինձ համոզում էի, որ տենց ճիշտ է, նորմալ է։ Ինչ կա որ։ Բա հիմա ինչ համոզեմ։ Բայց դու մի մտածի։ Ես ինքս ինձ կհամոզեմ։ Եթե վերջացրեցի, ես էլ ասեմ։ Լարիսը գիտի իմ ու քո մասին։ Իսկ եթե Լարիսը գիտի, ուրեմն Արսենն էլ գիտի։ Բայց բոլորը ձևացնում են, որ ոչ մի բան չգիտեն։ Տենց հեշտ է, չէ՞։ Այդ անհնար է, որ Արսենը իմանա ու չասի։ Դու ոնց որ լավ չես ճանաչում աղբորդ։ Ինքդ կյանքում կուլ չէր տա։ Իսկ ինչ վերաբերում է Հովոյին, Հովոն է իմ երեխան, ոչ թե ես։ Ու ես հաստատ չեմ նստել ու սպասեմ Հովոյի հավանության արժանանամ կամ Հովոն համաձայն լինի, համաձայն չլինի։ Բաներ կան, որ ես իրոք սխալ եմ արել։ Ու դրա համար հիմա տեղը կա երեխուս մոտ գլուխս կախելու։ Պարզա։ Սխալ անունել մի ասա, ես մի անգամից գուշակեցի։ Համել տղետ ճիշտ էր ասել։ Մի քիչ չափից դուրս եվրոպական չի, որ համ ես գամ ձեր տուն հարս։ Համել աղբորս աղջիկը։